Միջազգային լրահոսն այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի հետ ունեցած դերի մասին։ Թրամփը բարձր է գնահատել Ռեջեփ Թայիպ Էրդողանի առաջնորդությունը։ Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ, մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել, հայտարարել է Թրամփը, հավելելով. Նա շատ խելացի ու լավ մարդ է։ Թրամփի խոսքով Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։ Պետք է արժանին մատուցել, եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։ Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն արտգործնախարարության ներկայացուցիչների մակարդակով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, վստահեցնելով, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի, հավելել է պաշտոնյան։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը նոր հանդիպում են նախապատրաստում երկկողմ հարաբերություններում խնդիրները վերացնելու եւ շփումները կարգավորելու համար։ Արդեն հանդիպում է եղել Ստամբուլում եւ այժմ պատրաստվում է երկրորդը, հայտնել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Զելենսկու խոսքով օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել 6 չինացիների հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին, պնդել է Ուկրաինայի նախագահը։ Նա նկատել է, որ այսպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից եւ Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ Կարծում եմ, որ այսօրվա նորություններից հետո ամերիկացիները պետք է փոխեն Ուկրաինայի հանդեպ իրենց մոտեցումները, հավելել է Զելենսկին։ Շաբաթ Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունները վարելու են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այս մասին իրանական Թասնիմ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Արաղչին։ Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ Օմանում բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար։ Սա եւ հնարավորություն է եւ ստուգում գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում։ Ավելի վաղ գրել էր Արաղչին X-ի իր սոցիալական ցանցում։ Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն եւ Իրանը ուղիղ բանակցություններ են վարում։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ եւ դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ, ԱՄՆ-ն ազնիվ եւ շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր իր միջուկային հարցերը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաեւ Թեհրանի շահերին, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է առևտրի եւ տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։ Մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանին, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց ԵՄ-ն անվերջ չի սպասելու, ասել է նա։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ Եվրամիությունը Թրամփին առաջարկել է չեղարկել երկու կողմերի արդյունաբերական ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը, սակայն այդ առաջարկին համարժեք պատասխան չի ստացվել։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։